Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան Հայաստանին կաջակցեն զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Պաշտպանության նախարարը ծրագրի մեկնարկին հայտարարեց, որ սա զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համակարգային ծրագիր է եւ չի սահմանափակվում իրազեկվածության բարձրացմամբ կամ էպիզոդիկ խնդիրների վերլուծությամբ։ Ծրագիրը զինված ուժերի խորքային գնահատման հիման վրա կզարգացնի կարողությունները, որոնք կնպաստեն ներխմբային կոնֆլիկտների նվազեցման համար միջավայրի ձևավորմանը։ Ձևավորենք այնպիսի միջավայր, որպեսզի քաղաքացին գիտակցի իմանա, որ զորաբժշկելով ժամկետային զինվորական ծառայության կամ անցնելով ծառայություն զինված ուժերում որպես ենթասպա կամ սպա ինքը ունի հնարավորություն լիարժեքորեն պաշտպանելու իր իրավունքները եւ ազատությունները։ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ բանակի ժողովրդավարությունը իր հայտարարած ազգ-բանակ կոնցեպտի հիմքն է, այսինքն ոչ թե հասարակությունն է ռազմականացվելու, այլ բանակն է ժողովրդավարանալու։ Այս ծրագիրը նախարարի պնդմամբ հատկապես կարևոր է, որ շահառու են նաև ավանդաբար բացասականորեն թիրախավորված ուժային կառույցները, ինչը հաճախ անհիմն է։ Ձևավորված այդ կարծրատիպային մտածելակերպը կարող է հեշտությամբ փոփոխվել, եթե ներդրվեն համապատասխան ընթացակարգեր եւ լինեն այն հնարավորությունները, որոնք ապահովում են յուրաքանչյուրի իրավունքների լիարժեք ապահովումը, պաշտպանությունը։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հատկապես կարևորում է զինված ուժերում զինծառայողների իրավունքների իմացությունը։ Նրա պնդմամբ պետք է ներդրվեն մեխանիզմներ, որոնք պահպանելով գաղտնիությունը հնարավորություն կտան պետական մանրբիններին տեղյակ լինել մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին եւ կազմակերպել տուժածների պաշտպանությունը։ Յուրաքանչյուր նմանատիպ իրավիճակներում մեր առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ կլուծվեն նախ-առաջին հերթին, երբ որ մենք պատշաճ մակարդակով կարողանանք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, իսկ կանխարգելման ամենաարդյունավետ եղանակը համապատասխան շահառուների իրազեկվածության մակարդակի բարձրացումն է։ Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանը հայտարարեց, որ ծրագրի իրականացումը մեծ նշանակություն ունի Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման համար։ Ես իմ պաշտոնավարման ընթացքում լսել եմ շատ մտահոգություններ Հայաստանի բանակում զինծառայողներ ունեցող ընտանիքների անդամներից եւ կարեւորում եմ հանգամանքը, որ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ոչ միայն չի շղթում այդ խնդիրների գոյությունը, այլ խոսում է դրանք լուծելու պատրաստակամության մասին։ Այդ պատրաստակամության մասին է վկայում Հայաստանի համար այս կարևոր ծրագրի մեկնարկը։ Ծրագրի հիմնական նպատակը երկրի զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելն է։ Հատուկ նպատակ ունի բարելավելու Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման կարողությունը եւ կատարելագործելու զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, հատկապես վատ վերաբերմունքի կանխումը, հայտնաբերումը, հաղորդումը եւ քննությունը։ Զոհրաբ Աղարյան, Վան Ավագյան, ժամը լրատվական։